Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի նոր դրվագներն ապացուցում են, որ երբեմն ամենամեծ ողբերգությունները ստիպում են մարդկանց վերանայել իրենց ողջ կյանքն ու սխալները։ Այսօրվա սերիան լի է անսպասելի ու ցնցող շրջադարձերով, որոնք արմատապես կփոխեն հերոսների ճակատագրերը։ Ադամյանների տանը տիրող քաոսն ու կորուստները վերջապես սթափեցնում են Սաքոյին, գիտակցելով իր գործած բոլոր մեղքերի ծանրությունն ու տեսնելով, որ Նարեից հետո հիմա էլ Վռամն է պատրաստվում հեռանալ տանից, Սաքոն հասկանում է իր բացարձակ անզորությունը։ Նա ընդունում է ամենադառը ճշմարտությունը։ Այս ողջ դժոխքն ի սկզբանե ստեղծվել է իր ձեռքերով։ Ուստի նա որոշում է քավել իր մեղքերը, սկսելով ամենամեծից, որը գործել է Լալայի հանդեպ։ Սաքոն անսպասելիորեն գնում է այն հյուրանոցը, որտեղ մնում է Լալան, որպեսզի անկեղծորեն ներողություն խնդրի։ Սակայն նա միայն չոր խոսքերով չի սահմանափակվում։ Սաքոն Լալային խոստանում է իր ողջ ֆինանսական ու բարոյական աջակցությունը, որպեսզի մայրը կարողանա օրենքի ողջ ուժով հետ վերադարձնել իր երեխային։ Երբ Լալան բացում է դուռն ու լսում այս խոստովանությունը, նրա զարմանքն աննկարագրելի է, բայց իրական շոկն ապրում է Նարեն։ Վերջինս գտնվելով պատի հետևում, լսում է իր հոր այս անհավատալի ապաշխարությունն ու պարզապես քարանում է, չհավատալով իրականչներին։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայկը փորձում պահպանել առողջ տրամաբանությունն ու արդարությունը։ Վերլուծելով Սոնայի հետ կատարվածը, նա Աբոյին հայտնում է իր օբյեկտիվ կարծիքը։ Հայկը ենթադրում է, որ Սոնան գուցե իսկապես չի ստում քննիչի մոտ եւ չի պաշտպանում Սաքոյին, այլ իրականում հենց այդպես էլ եղել է։ Նա պատահաբար է խմել մահացու դեղահաբերով ջուրը։ Բայց Աբոյի աչքերը կուրացած են ատելությունից։ Նա կտրականապես հերքում է այս վարկածը, պնդելով, որ Սաքոն պարզապես լվացել է Սոնայի ուղեղը եւ որ իր աղջիկն այդ ամենն անում է, քանի որ կուրորեն սիրում է, իր խոսքերով ասած, անասուն Վռամին։ Բայց Աբոն անգամ չի պատկերացնում, թե որքան ճշմարտություն կա իր խոսքերի վերջին հատվածում։ Հիվանդանոցում, երբ Անիկը գալիս է Սոնային տեսակցության, մենք ականատես ենք լինում եւս մեկ հուզիչ արթնացման։ Անիկը սրտանց շնորհակալություն է հայտնում Հարսին ոստիկանությանը ոչինչ չասելու եւ ընտանիքը փրկելու համար։ Ի պատասխան Սոնան անկեղծորեն խոստովանում է, որ այս ամենն արել է ոչ թե հանուն Սաքոյի, այլ հանուն Վռամի հանդեպ ունեցած իր մեծ ու անսահման սիրո։ Այս պահին Անիկը հիացմունքով է նայում Սոնային։ Նա վերջապես գիտակցում է, որ իր որդին կատարել է աշխարհի ամենաճիշտ ընտրությունը եւ որ ինքն այսքան ժամանակ սարսափելի անարդար է եղել իրենց Հարսի հանդեպ։ Բայց երբ թվում է, թե ամեն ինչ վերջապես պետք է լավ լինի, սերիալը մեզ տալիս է ամենածանր հոգեբանական հարվածը։ Անիկի հեռանալուց որոշ ժամանակ անց Սոնային դուրս են գրում հիվանդանոցից եւ Վռամը մոտենում է նրան։ Փոխանակ կնոջը գրկելու եւ ջերմությամբ տուն տանելու, Վռամը հայտարարում է, որ նրանք գնալու են տուն միայն այն բանի համար, որպեսզի Սոնան հավաքի իր իրերը։ Նա սառնասրտորեն ասում է, որ Սոնան այլևս չի ապրելու իրենց տանը, այլ վերադառնալու է հոր Աբոյի մոտ, քանի որ իրենք բաժանվում են։ Սոնայի աշխարհը վայրկենապես փլուզվում է։ Նա ոչ միայն հազիվ է փրկվել մահից, այլև արդեն գիտի, որ հղի է եւ պատրաստվում էր մեծ շուքով ու սիրով անակնկալ անել բոլորին։ Իսկ հիմա փոխարենը լսում է բաժանման այս դաժան դատավճիռը առանց որևէ նախազգուշացման։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, ինչու Վռամը կայացրեց այս ծայրահեղ որոշումը հենց այն պահին, երբ կինն ապացուցեց իր անսահման նվիրվածությունը։ Արդյոք նա փորձում է այս կերպ պաշտպանել Սոնային իրենց տանը տիրող անվերահսկելի վտանգներից։ Եվ արդյոք Սոնան այս շոկային վիճակում կհամարձակվի ասել Վռամին, որ նա շուտով հայր է դառնալու։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կարծիքները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։